Տիկին Վարդանյան, վերջին օրերին քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները ակտիվ այն թեզն են շրջանառում, որ իրենք մեծամասնություն են լինելու, ընդդիմությունը նույնիսկ միասնական ջանքերով չի կարող իրենց հաղթել։ Ինչու՞ չի կարող հաղթել։ Այդքան թույլ է ձեր վիճակը։ Նախ, եթե ՔՊ-ի հայտարարությունների վրա ենք հիմնվում, մենք պիտի որ անհանգստանալու որևէ բան չունենանք, որտեղ ՔՊ-ի հայտարարությունների 90%-ը վերջում կեղծ է դուրս գալիս, 180 աստիճան հակառակ պատկեր է լինում, իրենց նախընտրական խոստումները նայեք, բայց ես եկեք այլ տեսակետից մեկնաբանեմ։ Ես նախ կտրուկ դեմ եմ այդ ռեժիմը խոճապի մեջ է, այդպիսի որևէ ձևակերպման, մենք գործ ունենք իսկապես բռնատիրական, ավտորիտար մեթոդներով գործող իշխանության հետ։ Բայց եթե ընդդիմությունը չունի վարկանիշ, որևէ սպառնալիք իրենց չի ներկայացնում, 0% հեղինակություն ունի, իրենք ինչի են անդադար ընդդիմությունից խոսում։ Ինչն է իրանց անհանգստացնում, զրո ազդեցություն ունեցող ուժերի մասին այդքան նվիրում են ժամանակի մեծ մասը, ճեպազրույցների, հայտարարությունների մեծ մասը, եթե իրենք անհանգստանալու բան չունեն, մեծամասնությունն էլ չանցեմ սահմանադրական մեծամասնություն են վերցնում, սա նման է այն ուժի վարքագծին, որը սահմանադրական, այսինքն 70% է գնում վերցնի։ Եթե 70% են վերցնում, Գյումրու սցենարից օրինակ ինչի են վախենում։ Գյումրու սցենար չի կարող լինել, եթե իրենք 70% են։ Դեմից չեք ասում, որ միավորվելու եք։ Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Կարապետյանը միավորվելու է։ Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի բան սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետևյալը. այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Ես չեմ խոսում կոալիցիայի մասին, կոնկրետ ձևի մասին չեմ խոսում, ասում եմ, որ մի քանի ուժի համագործակցությունը անհրաժեշտ լինելու իրավիճակը փոխելու։ Ում շուրջ կլինի, ժողովուրդ ջան, այն սցենարն էլ, որ ձեզ փորձում են վախեցնել, որ դուք կքվեարկեք մեկին, մյուսը կգա իշխանություն, սուտ են ասում։ Բնականաբար կոնսոլիդացիան ու կոալիցիան կամ համագործակցությունը պիտի լինի այն ուժի շուրջ, ում դուք ամենաշատը ձայն եք տվել։ Ամբողջ իրականությունը, ամբողջ զարգացումները որոշում եք դուք։ Ձայն կտակ որևէ ուժի 50+, որևէ համագործակցության կարիք չի լինի։ Որևէ համագործակցության կարիք չի լինի, դա որոշում է ժողովուրդը։ Հիմա գալով ՔՊ-ին ու այս բանին նարատիվներին, որ ուզում են ներշնչել, սա ինքնավստահ ուժի պահվածք չի, ինքնավստահ ուժը ամբողջ օրը չի սպառնում իր ժողովրդին պատերազմով, չի սպառնում, որ ընդդիմադիրները կգան իշխանություն կվերցնեն, ու ինքնավստահ ուժը այսպիսի ցայտնոտնի մեջ ընկած, ինչ ասել է ու ինչ անգամ ինքը չի ասել, հիմա իրականություն չի դարձնում։ Ես մի հատ պարզ բան ասեմ, էլի ՔՊ-ն 2 օր առաջ հայտարարեց, որ Հայաստան խմբակցության այն նախաձեռնությունը, որ մենք խորհրդան էինք բերել, թոշակների ինդեքսավորումը, իրենք վերցնում են անում են։ Այս ինքնավստահ ուժի պահվածքը, այսինքն 70% ունեն ու չգիտեն էլ ինչ ծրագիր անեն, որ բանա ավելանա։ Այս է հարցը, սա ինքնավստահ ուժի պահվածք չի, տեսեք, որ այս ափալ-թափալ խոստումները, այդ թվում նաև ոչ իրենց խոստումները կատարելը չի վկայում նրա մասին, որ իրենք ունեն սահմանադրական մեծամասնություն, ընդհանրապես մեծամասնություն, եւ մի նախադասություն ասեմ եւ կշարունակեք, իրենք 7 տարի, 8 տարի ասում են, որ պատմության աղբանոցն են նետել, օգոստոսի 8-ից հետո էլ խոսելու բան չունեն, ինչպես տեսնում եք, կանք նարատիվները մեր հանրությանը ներկայացնում ենք ու հանրությունն է որոշում, ՔՊ-ն չի որոշում։ Տիկին Վարդանյան, այսինքն արդեն ընդդիմադիր ուժերի մեջ կա այդ պայմանավորվածությունը, որ ով ավելի շատ ձայն հավաքի, բայց այդ քվեն լինի 50+1-ից քիչ, բայց այդ օրինակ 3-ից լինի առավելը, մյուս երկուսը պետք է համախմբեն նրա շուրջ։ Ես 3-2-ի մասին չխոսեցի, հարգելի Նարեկ, ես պայմանավորվածությունների մասին չասի, ես պարզ տրամաբանության մասին խոսեցի։ Դրա մասին խոսել է նաև երկրորդ նախագահը իր ասուլիսում, ու շատ ուղիղ, ես անկեղծ եմ ասում։ Ես պայմանավորվածության մասին չեմ խոսել, չեմ ասել, դա չեմ էլ ակնարկներ, ես տրամաբանությունն եմ ասում։ Չէ, ես ասում եմ, որևէ պայմանավորվածություն չկա, ես տրամաբանությունն եմ ասում, եւ ավելին եմ ասում, ավելի պարզ բան եմ ասում։ Եթե ժողովուրդը կգնա որևէ ընդդիմադիրի կտա 50+1 կամ թույլ կտա իր տված ձանով ձևավորել մեծամասնություն, որևէ պայմանավորվածության կարիք չի լինի, այսինքն սիրելի քաղաքացիներ, դուք եք որոշում, նախընտրած ուժ ունեք, իրենց տվեք այնքան ձայն, որ եթե չեք ուզում համագործակցային իշխանություն լինի, որ այդ համագործակցության կարիքն էլ չունի։ Ես տրամաբանության մասին եմ խոսում, այս պայմանավորվածությունների առումով այնա դաշտում ինչ հրապարակվել է, այսինքն դաշինքներն եք տեսնել, որ ձևավորվում են կամ ձևավորման փուլում են կամ արդեն ձևավորվել են, այլ պայմանավորվածության մասին չեմ ասում։ Տիկին Վարդանյան, տեսեք, ամերիկյան հարցումների է իշխանությունը, հղում արում եւ
ասում է, որ ձեր դաշինքը հազիվ 4% հավաքի խորհրդարան անցնելու եք, խորհրդարան անցնելու շանսեր չունեք, դուք այդպիսի այսինքն տեսել եք ժողովրդի մեջ նման վերաբերմունք ձեր ուժի հանդեպ, որ խորհրդարան էլ գուցե չանցնեք։ Լավ, եթե մեր դաշինքը խորհրդարան չի անցնելու, ինչի են անհանգիստ։ Պիտի ուրախանային, չէ՞ հիմա։ Ինչն է խնդիրը իրենց դեպքում։ Եթե չենք անցնելու, դա մենք պիտի հիմա այդ մտահոգվեինք, դեպրեսիայի մեջ լինեինք այդ առումով, որը մենք չենք, եւ իրենք պիտի որ մեզ չանադառնային ընդհանրապես, եթե իրենց ունեցած հավաստի տվյալներով, ոչ թե իրենց վճարած, որ դա ցույց տան ռոպագանդա անեն եւ այդպիսով փորձեն հանրային կարծիքի վրա ազդել, այդ արդյունքներով, եթե մենք չենք անցնում, ուրեմն իրենք հանգիստ կարող են էլ մեզ ընդհանրապես չանադառնալ։ Խոսում են իրենք ոչ թե անհանգստանում են, վախենում են, այլ խոսում են, որ չխաբեք ժողովրդին, իրենք Ինչն են խաբում։ Նա խաբելուց ով ԿՊ-ն թող չխոսի, ես հիշեցնեմ 21 թվականի նախընտրական ծրագիրը։ Գիտեք, հիմա խոսում են խաղաղություն ենք խոսք տալու, այս մի ծրագիրն ենք առաջարկելու։ Ժողովուրդ ջան, 21-ին որ ձեզ առաջարկեցին, քանի տոկոս արեցին դրա։ Հիշում եք, որ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա էին ձեզ խոստանում։ Այսինքն ի՞նչ է փոխը, որ 21-ին խոստացել են։ Արել են հարություն աստիճան հակառակը, հիմա պիտի էլի նույն բանը խոշոր հաշվով 21-ին լինել է, ինչ է խաղաղություն խոստանում, անեն նույնն է։ Իսկ 21-ից հետո քանի հարձակում ու պատերազմ ա եղել, դրա մասին ընդհանրապես լռում եմ։ Այսինքն մենք գործ ունենք պաթոլոգիկ սուտախոս ուժի հետ։ Հիմա այս ուժի հայտարարությունները, ես ասում եմ, ուզում եմ ասել, ես կարող եմ պատասխանել, բանի մասին խոսել, մեր մարզային հանդիպումների գնում ենք, ինչպես են մարդիկ դիմավորում, ու դա մեր հարազատները չեն, բեմադրված չի, իշխանական ռեսուրս չի, ֆեյքերի պոակ չի, բայց ավելի տրամաբանական բան եմ առաջադեմ։ Ես տրամաբան ասեցի։ Ես ասի ֆեյքերի պոակ եւ բայց ավելի տրամաբանական բան եմ առաջարկում։ Եթե ընդդիմադիրները անցողիկ շեմ հաղթարող խնդիր ունեն, 4%-ը դաշինքների համար անցողիկ չի։ ԿՊ-ն պիտի որ անհանգստանալու կարիք չունենա, ընդհանրապես քարոզարշավել չաներ։ Բայց այս ԿՊ-ի պահվածքը քարոզարշավից շուտ քարոզարշավ անելը, ամբողջ իշխանական ռեսուրսները կենտրոնացնելը մենակ թե վերընտրվենք, պատերազմի ժամանակ քարոզարշավ անելը չի վկայում նրա մասին, որ իրենք ճիշտ այդ հարցումներն են։ Իրենք ասում են, եթե իրենք չընտրվեն, դուք պատերազմ եք բերելու ձեր 004։ Հեսա դրան անդրադառնամ են ասում, նախ չէ, սուտ են ասում, ավտոբուսներով ու այսպես չեն գնացել, հա, ինչ որ հանդիպումներ ունեցել են, ոչ, նախընտրական լոգոյով եւ այն լոգոյով, որով գնալու են ընտրության ու բրենդավորված ավտոբուսներով չեն գնացել, դա քարոզարշավին հատուկ բան է, տրամաբանություն է, ոչ, մի քանի ամիս առաջ ասում էին, որ թոշակները չեն կարող ինդեքսավորել եւ դրա կարիքը չկա եւ ասում էին, որ կարիքը չկա բարձրացնելու, որտեղ ապահովագրություն եք ներդրել, հիմա են դա անում, ոչ, ամբողջությամբ նախընտրական տրամաբանության մեջ են եւ եթե ելի եմ ասում աղետալի է մյուս ընդդիմադիր ուժերի վիճակը, ընդդիմադիր ուժերի վիճակը իրենք անհանգստանալու կարիք չունեն, այս ինչի են բան ու գործ թողած, այսինքն դուք հասկանում եք տարածաշրջանը եռում է իրենց արտաքին հետախուզական ծառայությունը զեկույց է տալիս, որ Իրանի վրա հարձակման դեպքում խաղաղությունը տարածաշրջանում վտանգվելու է ու Հայաստանի համար ռիսկերը ավելանալու են, բոլոր մեր պետական պաշտոնյաները անվտանգայինից ուժայիններից մինչև արտաքին գործերի նախարարության ավտոբուսի մեջ քարոզարշավ են անում։ Այսինքն այդքան, չէ, անվտանգության խորհրդի նիստ կարող են անել, այդ ժամանակ կարող են անել հաջորդ օրը, այսինքն բանը կսպասի, իր տարածաշրջանում պայթյունը կսպասի, մենք կսպասենք քարոզարշավ անենք, վաղ մենք անվտանգության, մեր անվտանգության նիստ չանենք։ Տարածաշրջանում պատերազմ է, իսկ Հայաստանը դուրս է մնացել դրանից։ Նարեկ ջան, ես Հայաստանում եմ ապրում, չեմ կարող ցավել, ես կարող եմ ուրախանալ, բայց ես ջայլամ չեմ եւ ջայլամային քաղաքականությանը դեմ եմ, որ գլուխներս մտցնենք ավազի մեջ եւ եթե ոչ մի բան չենք տեսնում, նշանակում է ոչ մի բան չկա։ Պարզ մարդկային, ես ասում եմ ընդդիմադիրը չէ։ Իրենց թող ինձ հողում չանեն։ Քրիստինե Գրիգորյանը իրենց պաշտոնյանը թե չէ։ Իրենք են նշանակել թե չէ։ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը զեկույց է հրապարակել։ Ես չեմ գրել դա իմ տողերը չեն։ Գրել է Իրանի վրա հարձակման դեպքում խաղաղությունը տարածաշրջանում վտանգվում է։ Հիմա թող Քրիստինե Գրիգորյանին եթե հարցեր ունեն, թող ասեն սխալ զեկույց ես գրել, չափազանցրել ես, սպառնալիք ես հանդիսանում մեր խաղաղության օրակարգին, դու չես տիրապետում իրավիճակին, դու չգիտես ինչ ես անում, թող ասեն դա է ուզում ասեի, ռուսի շպիոն ես, հիբրիդային սպառնալիք ես, Քրիստինե Գրիգորյանին հասկանում եք, ես Քրիստինե Գրիգորյանին եմ հղում տալիս, ուրիշ ոչ ոքի չեմ անանում։ Այստեղ հարց կար, չէ, Վարդանյան, իհարկե դուք հանգիստ բոլոր հարցերը կարող եք տալ, ես ոչ միտեղ չեմ գնալու, բայց այստեղ հարց կար 004-ից եւ նորից հողում տվեցին ձեր 004 շրջապերականին եւ ասեցին, որ դրանով դուք պատերազմ եք ուզում, իսկ իրենք խաղաղության կողմնակից են։
Հայաստանում պատերազմ թե խաղաղություն բանավեճ չկա, որովհետև երկրորդ կողմը այդ բանավեճի գոյություն չունի, չկա ուժ, որ ասում է պատերազմ, եւ եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը եւ Դաշնակցությունը այդ ժամանակ նաեւ իշխանության։ Հիմա ես չգիտեմ ոնց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները եւ պատերազմներն են եղել Հայաստանի վրա խոսել խաղաղությունից ու իրենց հորինած փաստաթղթին հղում անելով ինչ որ բան ապացուցել, բայց գիտեք, այս բանը նարատիվը, եթե մենք չլինենք, ինչ էր ասում Գևորգ Պապայանը, արհեստական բանականություն էլ չլինի, իսկ երեխաները կժպտան, եթե ԿՊ-ն չլինի, իսկ արև կծակի, եթե ԿՊ-ն չլինի, հաց ու ջուր կլինի աշխարհի վրա, եթե ԿՊ-ն չլինի, թե ամբողջը տանելու են իրաց հետ։ ԿՊ-ից առաջ կյանք չկար, որ ԿՊ-ից հետո չլինի։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանով կյանքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է։ Ես գիտեմ, որ Գևորգ Պապայանի համար գուցե այդպես է ու ԿՊ-ականների, բայց կներեք, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա։ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, արև կա, խաղաղություն կա եւ 004 շրջաբերականի մասին էլ չգիտեմ որքան բանանանք, այն շրջաբերականը, որոնք իրենք հղում են անում, գոյություն չունի, այն շրջաբերական այն բովանդակություն, որին հղում են անում, դա ներքին շրջանառության փաստաթուղթ է, Ռուբեն Ռուբինյանին մենք հրավիրել ենք տեսնելու, չգիտեմ Զադիերշկան ինչու է, որ չգիտեմ, իսկ ներքին կուսակցության որևէ ներքին շրջանառության փաստաթուղթ հրապարակելուց առաջ, եկեք ես համաձայն եմ, Նիկոլ Փաշինյանը իր ԲԴԽ նախագահային գրած SMS-ը եւ Սահմանադրական մարմնի անդամներին գրած SMS-ները հրապարակի եւ WhatsApp-ի նամակները, մենք մեր շրջաբերականները, մենք խնդիր չունենք, ուղղակի հարց առաջանում, ինչի դաշնակցությունը պիտի եթե Ռուսաստանը գա եւ Արցախում գերիշխանություն ամենից 35 շրջաբերական դաշնակցությունը 004 միած չի, ամբողջ բանը դա եւ ոչ ԿՊ-ն են բովանդակությանը, որին հղում է անում, այդպիսի բովանդակություն գոյություն չունի։ Մենք այնքան պարկեշտ ենք ուղակի, որ հաճեն 004 շրջաբերական ունենք, բայց այդ ինչ որ ԿՊ-ն ասում է, այդտեղից են բոլոր հարցերը։ Բայց ով ասաց իրաց ձեռքն է անկել, այսինքն այն ինչ որ բան, այն ինչ ես ասում եմ այդպիսի փաստաթուղթ չկա, ասում սլիվ է կարեք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։